Գիշտի առաջինի անվան համար 61 հիմնական դպրոց, մաթեմատիկան և արվեստ։ Բարև ձեզ հարգելի տնօրեն և ուսուցիչներ, բարի գալուստ մաթեմատիկայի հետաքրքրաշարժ աշխարհ։ Այսօր մենք բացելու ենք մաթեմատիկական գիտելիքների այն դուռը, որտեղ թաքնված են մաթեմատիկայի գեղեցկությունը։ Այսօր մեկ անգամ ևս կհամոզվենք, որ մաթեմատիկան ոչ միայն թվերի և հաշվարկ կատարելու գիտություն է, այլ այն մտածելու, որոնելու և ստեղծագործելու արվեստ է։ Մեր այսօրվա դասմիջոցառման նպատակներն են. սովորողներին ցույց տալ մաթեմատիկայի կապը արվեստի տարբեր ճյուղերի հետ, զարգացնել ստեղծագործական և տրամաբանական մտածողությունը, ձևավորել մաթեմատիկական գիտելիքների կիրառման կարողությունը իրական կյանքում, խթանել հետաքրքրությունը ինչպես մաթեմատիկայի, այնպես էլ արվեստի նկատմամբ, զարգացնել վերլուծելու և համեմատելու հմտությունները։ Դասի խնդիրներն են. կապ ստեղծել նկարչության և մաթեմատիկայի միջև, բացահայտել սիմետրիայի համամասնությունների և երկրաչափական պատկերների կիրառումը նկարներում, սովորել ճանաչել երկրաչափական ձևերը արվեստի գործերում, կապ ստեղծել երաժշտության և մաթեմատիկայի միջև, հասկանալ ռիթմի և հաշվարկի կապը, չափ, տեմպ, բացահայտել երաժշտական նոտաների տևողությունների հարաբերությունները, կապ ստեղծել պարի և մաթեմատիկայի միջև, ուսումնասիրել շարժումների հաջորդականությունը որպես օրինաչափություն, զարգացնել տարածական պատկերացում, ուղղություններ, դիրքեր և սիմետրիա, կապ ստեղծել նաև պոեզիայի և մաթեմատիկայի միջև, բացահայտել չափի և ռիթմի օրինաչափությունները բանաստեղծություններում, համեմատել բառերի կառուցվածքը և թվային օրինաչափությունները։ Եվ այսպիսով սկսենք։ Բարև ձեզ հարգելի ու բարի գալուստ մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհ։ Մաթեմատիկան տարածված է ամենուր, բնության, գիտության, ճարտարապետության, բառային շարժումների և առհասարակ ամենուր, որտեղ կա կարճ մտածողություն և գեղեցկություն։ Եվ հենց դա է պատճառը, որ մաթեմատիկան ոչ միայն գիտություն է, այլև աշխարհը հասկանալու լեզու, արվեստի շատ ճյուղեր կառուցված է մաթեմատիկական սիմետրիայով, համաչափությամբ և փոփոխվող պատկերների խթանությամբ։ Այժմ առաջարկում եմ դիտենք փոքրիկ սայկաշար, որտեղ մաթեմատիկայի և արվեստը հանդիպում են ստեղծելով գեղեցիկ և զարմանահրաշ պատկերներ։ Կտեսնենք ջրության ամեն երևույթի մեջ գրում է մաթեմատիկայի օրենքն ու համաչափությունը։ Մաթեմատիկայի և արվեստի կապը, որը շուտով կներկայացնեն մեր երեխաները, ուսնանկար և գեոմետրիա։ Պարզ կներկայացնենք, որտեղ նույնպես երևում է մաթեմատիկայի և պարի կապը։ Կնկմող նկարչության մեջ ևս օգտագործում ենք մաթեմատիկա, կներկայացնեն մեր նկարչությամբ զբաղվող աշակերտները, դհոլը և երաժշտությունը մաթեմատիկան ինչպես է կապված, կներկայացնենք։ Եվ կտեսնենք, որ մաթեմատիկան ու արվեստը միասին ստեղծում են հիանալի ներդաշնակություն, որը կարող է ոգեշնչել մեր ստեղծագործություններում մեզ և օգնել մեզ նկատել այն, ինչը չենք տեսնում սովորաբար։ Մաթեմատիկական մտածողությունը երեխաներ ընդհանրապես մեր կյանքում մեզ օգնի, որպեսզի ավելի լավ նկատենք նրբությունները տարբեր բնագավառներում։ Շարունակենք։ Բարը ինչպես կապ ունի մաթեմատիկայի հետ, այսօր մենք կհասկանանք, թե ինչպես է պարը հանդիպում թվերի հետ։ Գուցե առաջին հարակից մեր հայացքին ներկայացնեն, բայց իրականում պարը ստեղծում է հաշվարկի, սիմետրիայի, ռիթմերի և օրինաչափության միջոցով։ Մաթեմատիկան բնության լեզուն է, ամեն ինչում կան թվեր, հարաբերություններ և օրինաչափություններ, իսկ պարը այդ թվերը դարձնում է շարժում, և պարամները կազմում են շրջան, կիսաշրջան, ուղիղ կամ քառակուսի։
Երբ աղները կրկնում են բարի շարժումները, դա նույնպես մաթեմատիկայում այդ երևույթը կոչվում է բարոյականություն։ Այժմ մենք կկատարենք փոքրիկ բարոյի կատարում մեր աշակերտների մասնակցությամբ։ Արվեստի նկատողի նկարչությունը որոնի պես չի կարող գոյություն ունենալ առանց մաթեմատիկական մտածողության։ Մաթեմատիկան օգնում է նկարչության մեծ ստեղծած ճիշտ հնարավորություն տարածքին համաչափություն։ Յուրաքանչյուր նկարի հիմքում արկած է կորը կամ անկյունը, նկարի թերթերների տախտերը, նկարի օգտագործում հայերեն համաչափությունը խոսքի հարաբերակցություն։ Եվ այսպիսով պետքվել նկույլը միանում է ձգում են արվեստի գեղեցիկ Բարձր։ Քրեստեն վարած է հապում է նաև մաթեմատիկան, տան պատրևորություն է տանում հեռանկյուն, դառնում դրդվածությունը փոքրեցում, ստացին երկրիկները մեծ, սա մասնապետ վերի հարաբերություն, սկաց գիտելիքի ու դոքումեն շոշին գիրացիկ նկարը։ Պոեզիան և մաթեմատիկան նույնպես կապ ունեն, երկուսն էլ կառուցվում են համաչափության այնաչափության վրա, պոեզիայում բանկերի հաշվարկ համչափ, մաթեմատիկայում թվերի հարաբերություն ձևեր սիմետրիա։ Պոեզիան ու մաթեմատիկան առաջին հայացքից տարբեր են, բայց երկուսն էլ կառուցված են նույն կարգի վրա։ Մաթեմատիկան հաշվում են թվերով, պոեզիան ռիթմով ու բանկերով, երկուսն էլ պահանջում են կարգ, մտածողություն և գեղեցկություն, և բառն ու թիվը հանդիպում են իրար, ստեղծվում է արվեստ։ Լավամուսիկան ապացույցը նման է լավ բանաստեղծության, ինչպես բանաստեղծը փորձում է քիչ բառերով ասել շատ բան, այդպես է մաթեմատիկոսը ձգտում է լուծման ամենակարճ և ճշգրիտ ձևով լուծել բարգավաճ թեորեմը։ Մաթեմատիկոսների համար փորձում ունի գեղեցիկ ապացուցվածություն, անփոխել դրամբանային գալերիան մանն այն համարվում է էլեգանտ ճիշտ ինչպես դիպուկ հանգավորված կարիակը։ Ամեն անգամ քոտվածից երբ մի բան ես ստանում, ամեն անգամ երբ նայում ես թե ինչքան է դեռանում, զարմանում ես թե որ ինչքան շղայլ ես քեզ շատ են տվել, ինչքան շատ են ես քեզ տալ, որ միանանք նույնից։ Այս քարյակը նման է մի գեղեցիկ հավասարման գործով, որքան էլ հավես ընդհանրից մնացող դարձան ամբողջ թվում։ Երաժշտությունը ևս կապված է մաթեմատիկայի հետ, յուրաքանչյուր նոտայի համար ալիքի երկարությունն ու հաճախականությունը որոշված են թվերով, երաժշտական հնչյունները առաջանում են հավասար ձայնային ալիքներից։ Այլ ֆունկցիաների գեղեցիկ երաժշտական կատարման ժամանակ նկատվում է որ դելի ակություն հանդիսներ մաթեմատիկան անաչափություն։ Դա ալիամենների կարճացված որոշակի հարվածների վրա, իսկ այն հարվածները բաժանվում են թակտերի, երբ դոհալահարը հարվածում է իր ռիթմերը, նա կատարում է իր շարժումների բազմապատկումը։ Այսպիսով համոզվենք, որ դհոլը մաթեմատիկան է հնչյունների լեզվով, իսկ մաթեմատիկան երաժշտությունը թվերի լեզվով։
Այսպիսով մաթեմատիկան ոչ միայն գիտություն է, այլև լեզու, որը վարվեց ու բնությունը խոսում են մեզ հետ։ Մաթեմատիկան մեզ օգնում է հասկանալ մեր շրջապատող աշխարհը, տեսնել նրա գեղեցկությունը։ Մաթեմատիկան միավորում է մտածողությունն ու արվեստը մեկ ամբողջի մեջ։ Մաթեմատիկան օգնում է մեզ տեսնել այն, ինչ սովորաբար մենք չենք տեսնում։ Այսպիսով, երբ հասկանում եք մաթեմատիկան, սկսում եք ավելի խորությամբ զգալ արվեստը մեր շուրջ։ Այսպիսով մաթեմատիկան գեղեցկության հիմքն է, իսկ արվեստը այդ գեղեցկության տեսանելի ձևը։ Հարիկ ջան, մեր պարսիկ աշակերտել ուզում եմ ասկերեն ասում մաթեմատիկայի վերաբերյալ։ Արիազիա, չեմ, էսիա, դուս խաղ։